Հաջորդ հիշատակումը Արատտա պետության մասին է, որ իր բնույթով եղել է թեոկրատական պետություն, քրմապետություն, ինչպես Եգիպտոսում էր փարավոնը եւ իրական իշխանության տերը եւ հոգեվոր իշխանության տերը, այդպես էլ Արատտայում է եղել քրմապետություն։ Արատտայի էպիզոդները եւս թվագրվում են 2700, 2800, 2600 թվականներով։ Հիմա նայեք, այս հին հարյուրամյակների հետ կապված 100 տարի սկոմենկոմը էական չէ։ Էականն է, որ հայ էթնոսը եւ հայոց պետականությունը իրենց սկիզբը գտնում են գործնականում մարդկության, գիտակցական պատմության սկզբի հետ միասին։ Այսինքն այնտեղ ասենք 2900 թվական, ստեղ 2000։ Անդրոն գիտեք ինչն է հետաքրքիր, որ մենք եւ արմի պետության, եւ հայ էթնոսի, եւ Արատտա պետության մասին, իդեպ տարբեր պետություններ չեն։ Ուղղակի Էբլան, քանի որ սեմիտներ էին, իրանք մեզ կոչում են արմի, արաբները արման են, չէ՞ մեզ կոչում։ Հետո Պարսկաստանով հնդեվրոպական ժողովուրդների մոտ Արմենիա տարածվեց։ Արմանի տարբերակներ։ Ահա, Արմենիա, բայց շումերները, որոնք ոչ հնդեվրոպացի էին, ոչ սեմիտ էին, իրանց ժողովրդագրական առումով վիճահարույց է մինչև հիմա, իրանք մեզ պետությունը Արատտա են կոչում, որը իրենց լեզվից թարգմանված կոչվում է Հյուսիսի սրբազան օրենքների երկիր։